Սահմանադրությունը 90% դրական արդյունքով փոխելուց հետո Բաքվի իշխանությունը վերադարձել է սահմանային լարվածությունը պահպանելու մարտավարությանը։ Գիշերը ադրբեջանական կողմը Արցախի հյուսիսային ու հյուսիսարևելյան հատվածում 155 անգամ կրակել է Դեշեկա տիպի խոշոր տրամաչափի գնդացրից և 109 անգամ Իստիգլալ տիպի հեռահար դիպուկահար հրացանից։ Մեկ արկ էլ արձակել է Han 17 հաստոցավոր ավտոմատ նռնականետից։ Հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Հայկ Համբարձումյանը։ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նռնականետի արկից վնասված Պաշտպանության բանակի ավտոմեքենայի լուսանկարները, տեղեկացնելով, որ արցախյան կողմը դիմել է պատասխան քայլերի։ Դատելով Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդը ընտրել է առաջնագծում իրավիճակը աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն։ Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով։ Ադրբեջանական կողմը կանխատեսել է իր անկանխատեսելիության մեջ, ասել, որ այսօր կա ինչ-որ մի էականորեն ազդող գործոնները, որոնք կարող են նպաստել նորից սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, բարձրացնել ցածր ինտենսիվության ռազմիկությունը դեպի միջին կամ բարձր ինտենսիվությանը, մի քիչ բարդ է։ Ադրբեջանն ակտիվացել է նաև քարոզչական դաշտում հրադադարը խախտելուց հետո Բաքուն հայտարարել է, թե հայկական կողմը կիրառել է 60 մմ-անոց ականանետեր։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք։ Ապրիլից հետո լարվածությունն աստիճանաբար նվազել էր, լինում էին օրեր, երբ նույնիսկ մեկ կրակոց չէր լինում։ Այժմ Բաքվի իշխանությունն ունի նոր խնդիր։ Երևանյան զորահանդեսն ու հայկական սպառազինության ցուցադրությունը ադրբեջանցիներին անհանգստացրել է։ Ներքին լսարանի վախերը փարատելու, սեփական հզորության ու անպարտելիության միտքը գերիշխող դարձնելու համար Բաքուն սկսել է հայկական սպառազինությունն ու պատրաստվածությունը վարկաբեկող քարոզարշավ։ Առավել համոզիչ լինելու համար լարում է նաև սահմանագիծը, շարունակելով խախտել նաև եռանախագահների առջև ստանձնած պարտավորությունները։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։